Բարև բոլորին, քանի որ ես էի մեծ մասամբ տեղեկացրել, որ Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը, ուզում եմ նաև ես տեղեկացնեմ ձեզ, որ Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը, հիմա փորձեմ պտտել եւ ավելի մոտիկից ցույց տալ, դրոշը տեղում է, տեղադրված է, կասկած չունեմ, որ նորից փորձելու են հեռացնել, կասկած չունեմ, առաջի անգամ չեն, որ հեռացնում են եւ նորից տեղադրում են, բայց շատ կարեւոր է այդ տեղադրելը, այդ մասին խոսելը, ասելը, որ մենք չենք հրաժարվելու մեր ինքնությունից, իսկ մեր ինքնությունը նաեւ Արցախն է, եւ թող տեսնեն, որ կա դիմադրություն, երբ փորձում են մոռացնել տալ մեր հերոսներին, կա դիմադրություն, երբ փորձում են մոռացնել տալ մեր հայրենիքը, կա դիմադրություն, երբ հարձակվում են եկեղեցու վրա։ Ես տեղեկացել եմ, որ կազմակերպել են այս ամենը դաշնակցության երիտասարդները, այսինքն ՀՅԴ-ի ՀԵՄ-ը, Հայաստանի երիտասարդական միությունը։ Շնորհակալություն եմ հայտնում, սպասում էի, որ կանեք, նորից կվերականգնեք ու շնորհակալ եմ, որ արեցիք, գրկում եմ բոլորիդ։ Գիտեմ, որ բոլորս հոգնել ենք դիմադրությունից, բայց ինչքան էլ հոգնել ենք այդ դիմադրությունից, դրանից դիմադրությունը պակաս անհրաժեշտ չի դարձել, հակառակը առավել անհրաժեշտ է դարձել, առավել կարևոր է ցույց տալը, որ չենք մոռացել, երբ փորձում են մոռացնել տալ, կարևոր չէ նորից տեղադրելով կլինի, այդ մասին խոսելով կլինի, այլ ինչ-որ ձևով Արցախի դրոշի մասին հիշեցնելով կլինի, պետք է ցույց տալ մեր դիմադրությունը։ Հիշում եք տարիներ առաջ արդեն Արցախի հայաթափումից հետո նաև քարտեզի հետ կապված այդպիսի ակցիա արեցին իշխանությունները, նույնիսկ կային կազմակերպություններ, որ ունեին քարտեզը Արցախով եւ հետ կանչեցին, զանգեցին նույնիսկ հաճախորդներից հետ կանչեցին այդ քարտեզները, ասելով, որ այլ քարտեզ կտան, որտեղ առանց Արցախի է, եւ դրան շարունակություն դարձավ այն, որ այդ կիսատ քարտեզն օգտագործեցին որպես իրենց նախընտրական բրոշուր, նախընտրական, չգիտեմ, գովաստ, եւ հիմա ինչ ենք տեսնում, հիմա տեսնում ենք, որ այդ քարտեզը օգտագործում է նաեւ Ադրբեջանը, բայց ոչ թե որպես Հայաստանի քարտեզ, այլ որպես արևմտյան Ադրբեջանի քարտեզ, իրենց լեզվով ասած, իրենց բառերով ասած, եւ համոզված եղեք, որ ցանկացած սիմվոլ, ցանկացած հայրենիքի կտոր, ինքնության ցանկացած մաս մեզնից խլելուց հետո, այն նվիրաբերվելու է թշնամուն, ինչպես որ արվել է այս կիսատ քարտեզի դեպքում, որը հիմա արդեն պարզվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի սիմվոլն է, այլև Ադրբեջանում է սիմվոլ, որպես արևմտյան Ադրբեջանի մաս։ Եվս մեկ անգամ շնորհակալություն դրոշը վերականգնելու համար։ Շատ ուրախ եմ, որ դեռ դիմադրում են կան դիմադրող երիտասարդներ եւ համոզված եմ, որ այդ երիտասարդությունն է, որ մի օր նորից իր խոսքը ասելու է, այս ռեժիմին իր տեղը ցույց է տալու եւ այդ դիմադրությունը մի օր հաղթանակով է ավարտվելու։ Շնորհակալ եմ շատ։